Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր մտորումները հոգևոր ընտրության մասին։ Մենք հաճախ ասում ենք այդքան ժամանակ է անցել, քարերը փեշիցը թափ տուր, ինչ եղել է, կամ հակառակը, ասում ենք նա այնպիսի մի բան է արել, որ ես նրան երբեք կյանքում չեմ ների։ Ընդ որում հետաքրքիր է, մենք ուրիշներին խորհուրդ ենք տալիս, կոչ ենք անում լինել ներողամիտ հանդուրժող, իսկ ինքներս քեն ենք քշում տասնամյակներ շարունակ։ Ինչ է այդ ամենի մասին ասում Սուրբ Գիրքը։ Մատթեոսի ավետարանում կարդում ենք, Պետրոսը հարցնում է Տիրոջը. «Քանի անգամ ես պետք է ներեմ եղբորս, եթե նա մեղանչի իմ դեմ»։ 7 անգամ։ Պետրոսը հավանաբար լսել է, որ ուսուցիչները, օրենքի ուսուցիչները ասում են, որ պետք է ներել 3 անգամ, այսինքն մարդուն 3 շանս տան։ Սակայն նա ավելի մեծ թիվ է ասում, խելքին մոտիկ 7, որը չափելի թիվ է, եւ 7-ը նաեւ մոգական թիվ է։ Մի քիչ էլ կարծես թե Պետրոսը նեղացած է, նեղսրտած է, դե քանի անգամ ես պետք է մարդկանց ներեմ, եթե նրանք ինձ վատություն են անում։ Եվ Քրիստոս պատասխանում է ոչ թե 7, այլ 70 անգամ 7, այսինքն անverջ։ Աստծո մոտ ամեն ինչ անverջ է, անչափելի է։ Չնայած պարտադիր չէ, որ մենք միշտ ներենք 70-ը բազմապատկած 7 անգամ։ Կարևորը որակն է, ոչ թե քանակը։ Երբեմն անverջ ներելու անհրաժեշտությունը չկա։ Բավական է մարդուն տալ երկրորդ շանսը եւ նա կվերափոխվի։ Ինչպես որ դա Հյուգոյի թշվառները վեպում արել է եպիսկոպոս Միրիելը, երբ աշխարհի վրա չարացած տաժանակրող Ժան Վալժանը իրենից սպասք է գողացել, բայց եպիսկոպոսը ոստիկանությանն ասում է, որ նա այդ սպասքը նվիրել է եւ ավելին նա նվիրել է նաեւ մոմակալները, որոնք Վալժանը չի վերցրել։ Երբեմն պատահում է, որ ներման մեկ գործողությունը շուռ է տալիս մարդու ամբողջ կյանքը։ Մատթեոսի ավետարանում մենք գտնում ենք անխիղճ պարտատեր ծառայի առակը։ Այդ դեպքում նույնպես Տերը, այս պարագայում թագավորը, հաշիվ է պահանջում մարդկանցից։ Հիշում եք չար մշակների առակում Տերն ի վերջո վերադառնում է եւ ուզում է իր վարձը։ Այդ կրկնվող սյուժեն անշուշտ ակնարկ է այն մասին, որ պահը կգա, երբ մենք բոլորս պատասխան կտանք Աստծո առաջ։ Կանգնելու ենք միակ օբյեկտիվ, միակ մեծ հաշվով իրավասու եւ վերջին դատարանի առաջ, եւ դատավորը իմանալու է մեր բոլոր պարտքերը։ Ահա այս անխիղճ պարտատեր ծառայի առակում ծառան պարտք է Տիրոջը 10,000 քանքար, հսկայական ֆանտաստիկ գումար, 15 տարվա աշխատավարձ։ 10,000 քանքարը խորհրդանշում է այն անտանելի բեռը, այն անհնարին պարտքը, որը մենք ունենք Աստծո առաջ, անկախ նրանից, թե որքան շատ բարի գործեր ենք արել մեր կյանքի ընթացքում։ Ծառան բնականաբար նման գումար չուներ եւ պետք է տունը, կնոջը, երեխաներին ամեն ինչ վաճառեր, որ պարտքը տար։ Ծառան ընկնում է թագավորի ոտքերը, թե սպասիր, ես քեզ կտամ, եւ Տերը ի վերջո նրան ներում է, մարդասիրություն է դրսևորում եւ արձակում է։ Ռեմբրանտը ունի այդ թեմայով հրաշալի մի կտավ։ Երբ ծառան դուրս է գալիս թագավորի պալատից, հանդիպում է իր ծառայակցին, որը ընդամենը 100 դահեկան է պարտք, չնչին չափազանց փոքր գումար։ Սկսում է այդ պարտքը պահանջել եւ երբ ծառայակիցը խնդրում է հետաձգել պարտքի վերադարձը, մերժում է եւ ծառայակցին ուղարկում է բանտ։ Թագավորը դրա մասին իմանում է եւ անխիղճ պարտատերին հանձնում է դահիճներին, մինչեւ որ նրանք պարտքը վերադարձնեն։ Պատմելով այդ առակը, Քրիստոս ասում է. նույնը պիտի անի ձեզ հետ իմ հայրը, որ երկնքում է, եթե ձեզանից յուրաքանչյուրը սրտանց չների եղբորը։ Առակում ներկայացված է այն տարբերակը, որի մասին խոսել եմ սկզբում, ուրիշներից կամ էլ հենց Աստծուց։ Մենք խնդրում ենք մեծահոգի լինել, ներել մեր հսկայական անչափելի մեղքերը, բայց ինքներս մեզ այդ մեծահոգությունից ազատում ենք։ Տերունական աղոթքում մենք ասում ենք. «Եվ թող մեզ սպարտիս մեր, որպեսզի մենք թողունք մերոց պարտապանած»։ Տրամաբանական հերթականությունը կարծում եմ հետևյալն է. մենք պետք է ներենք նրանց, ում հետ ինչ-որ խնդիր ունենք, ովքեր մեր սիրտը, այսպես ասած, խոցել են, որպեսզի հետո ներողություն խնդրենք նրանցից, ում որ մենք ենք խոցել։ Իհարկե կարելի է ներել ձևականորեն, լավ, գնա, ես քեզ ներում եմ, բայց ուշադրություն դարձրեք Տիրոջ մեր բերված խոսքում սրտանց բառի վրա։
Եթե դուք իբր ներում եք, բայց նույնիսկ չմտածելով վրեժխնդրության մասին հոգու խորքում նստվածքը, ինչպես ասում են, մնում է, ապա դա ոչ մի իմաստ չունի։ Ինչպես ձևակերպում է անգլիացի մի հոգեբան, ներումը պետք է լինի ռադիկալ, արմատական։ 14-րդ դարի մեր մտածող Գրիգոր Տաթևացին տերունական աղոթքը մեկնաբանելիս նշում է, որ աղոթելուց առաջ պետք է ներել։ Աղոթքը չի լսվի, գրում է նա, եթե չես թողնի եղբորդ վրա ունեցածը։ Եվ դա կրկնեմ տրամաբանական է։ Եթե Աստծուց ինչ-որ բան ես խնդրում, եթե ասում ես Տեր ողորմյա, ապա պետք է մտքում ունենաս, որ դու արդեն իսկ ավելի փոքր մասշտաբով ողորմացել ես քո մերձավորին։ Ապրել չարացած քեն պահելով, անընդհատ առիթներ փնտրելով մեր վիրավորվածությունը վերաթարմացնելու, թե հակառակը, փորձել վերաիմաստավորել մեր նեղացած լինելը եւ օրինակ վերցնել Տիրոջից, որը խնդրում էր ներել այն մարդկանց, որոնք իրեն տանջում էին։ Ընտրությունը մերն է։